Անուր լրատվականի տեղեկությունների համաձայն իրավապահները հարցաքննել են ինքնասպան եղած գործարար Բրավոյի Կարենի հարազատներին՝ կնոջը, վարորդին, հայրիկին։ Քրեական վարույթով նշանակվել է փորձաքննություն և 8 ամիս է անցել գործարարի առեղծվածային ինքնասպանության դեպքից, և մինչ օրս հիմնական հարցի պատասխանը չկա՝ ինչու պետք է գործարարը գնար ինքնասպանության։ 2025 թվականի օգոստոսի 18-ին ինքնասպան էր եղել Կապիտալ Բիլդ ընկերության սեփականատերերից գործարար Կարեն Գասպարյանը։ Անուր լրատվականը դեպքի հաջորդ օրը եղել էր դեպքի վայրում։ Նախնական տվյալներով ինքնասպան եղած գործարար Կարեն Գասպարյանը վերջին շրջանում շատ տխուր է եղել։ Անուր լրատվականի հետ զրույցում նրա հարևանները պատմեցին, որ անգամ այնքան մտազբաղ է եղել, որ երբեմն չի բարևել հարևաններին։ Շենքի բնակիչների խոսքով գործարարին առաջին ինքնասպան վիճակում գտել է նրա վարորդը, որը ոստիկանության նախկին աշխատակից Անդրանիկ Խոջոյանն է։ Ըստ նրանց վարորդը զանգահարել է գործարարին, նա չի պատասխանել, որից հետո մտել է ավտոկայանատեղի, բացել է դարպասները, տեսել է, որ մեքենան տեղում է ու կրկին ավտոկայանատեղի դուռը փակել գնացել է, չպատկերացնելով, որ գործարարը մեքենայի մեջ կարող է անշնչացած լինել։ Անցել է 2 ժամ, գործարար Կարեն Գասպարյանի վարորդը կրկին վերադարձել է Դեմրջան 1 շենք, որտեղ ընտանիքի հետ բնակվում էր գործարար Կարեն Գասպարյանը, կրկին բացել է ավտոկայանատեղի դարպասները ու մոտեցել է մեքենային, որից հետո շենքում լսվել է բղավոցի ձայներ. «Էս ինչ արեցիր, այս ինչ արեցիր»։ Շենքի բնակիչների պատմելով իրավապահները երբ եկել են դեպքի վայր, անմիջապես տեսախցիկներն են ստուգել եւ տեսանյութում երևում է, թե ինչպես է գործարար Կարեն Գասպարյանը միայնակ մտնում իր ավտոկայանատեղի, փակում է կայանատեղի դարպասները, նստում մեքենան, փակում դռներն ու լուսամուտները, ապա կրակոցով սպանում իրեն։ Բնակիչների խոսքով եւ նրան գտել են անշնչացած վիճակում, չեն կարողացել բացել մեքենայի դռները։ Վարորդը գնացել է տանից, բերել է մեքենայի պահեստային բանալիները ու բացել մեքենայի դռները, գտնելով նրան մի քանի ժամ մահացած վիճակում։ Անուր լրատվականը տեղեկացրել էր, որ գործարարն ամուսնացած էր, ուներ 2 երեխա՝ տղան 13 տարեկան, աղջիկը 20։ Բնակիչների խոսքով նրանք բարեկեցիկ կյանքով էին ապրում ու առեղծված է, թե ինչու պետք է Կարենը գնար այդ քայլին։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն դեպքի առթիվ նախաձեռնել էր քրեական վարույթ, քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի առաջին մասով ինքնասպանության հասցնել եւ 335-րդ հոդվածի առաջին մասով հրազենի դրա հիմնական բաղկացուցիչ մասերի ռազմամթերքի եւ այլ նյութերի սարքերի առարկաների ապօրինի շրջանառությունը։ Նշանակվել է դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն։ Եվ ահա քրեական վարույթով հարցաքննվել են նաեւ հարազատները՝ կինը, հայրը, վարորդը, ինչպես նաեւ մտերիմ ընկերները։